Բաքուն մի քանի օր շարունակ մեղադրում է Երևանին հրադադարը խախտելու համար։ Վերջին մեղադրանքը հնչեց 3։ Պաշտոնական Երևանը կրկին հերքում է Բաքվի հերթական պնդումները, թե մարտի 17-ին ժամը 22:15-ից մինչև մարտի 18-ի 00:20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։ Երևանը հերքել է բոլոր մեղադրանքները, հիշեցնելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի դեռ 2024 թվականի հունիսի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննությունը Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Երևանի այս առաջարկը Բաքուն չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան։ Պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Կրակոցների մասին Բաքվի պնդումները հնչում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո։ Երևանը պատրաստ է այն ստորագրել։ Բաքուն մինչև այդ հայկական կողմից պահանջել է փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իշխանությունից հայտարարում են սահմանային կրակոցների մասին կեղծ պնդումները չեն նպաստում խաղաղության հաստատմանը։